2017 թվականին պետական պարտքը կլինի 6 միլիարդ 245 միլիոն դրամ, համախառն ներքին արդյունքի նկատմամբ կհասնի 56.2%-ի, որը արդեն ռիսկային է։ Արդեն 55% ունենք պարտք եւ դեռ 2% էլ ավելանալու է։ Ըստ իմ հաշվարկների ոչ թե 2%-ով է ավելանալու, այլ ավելի շատ։ Մենք առայժմ դասակարգվում ենք նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքին։ Ազգային ժողովում քննարկվող պետական բյուջեի նախագծում եկող տարվա տնտեսական աճը կազմելու է 3.2%, սակայն պետական պարտքից ազատվելու համար անհրաժեշտ է 5% աճ։ Դուք այսօր հաստատել եք պարտքային փոսի մեջ խորանալու ծրագիր առանց զարգացման։ Պարտքային փոսից դուրս չի գա, եթե այսօր ներկայացնեի մի բյուջե, որը որ անընդհատ ծախսերի աճ է թույլատրում, պակասուրդը ավելի բարձր է, քան մենք ծրագրայել ենք։ Դիմացնել ընտրությունները, բերենք մենք կարճաժամկետ գործողություն անենք, բա հետո ավելի բարդ է լինելու։ Պաշտոնական տվյալներով տնտեսական ստվերը կազմում է մոտ 30%, թեև այլ մասնագիտական գնահատականներով այն ավելին է։ Ստվերի եւ մենաշնորհների դեմ պայքարելու համար ոչ կախարդական փայտիկ է պետք, ոչ էլ հեծանիվ հորինել է պետք։ Պետք է բոլորին բերել հարկային դաշտ։ Հյուսիս-հարավ ճանապարհի աշտարակի հատվածի պաշտոնական բացումը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, սակայն մինչ օրս այն շարունակվում է կառուցվել, իսկ որոշ շրջադարձեր մահվան ելքով են ավարտվում։ Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այս հարցադրումը նախարարը լավ չընկալեց։ Նախագահը բացել է եւ դրա արդյունքում ես ճիշտ ասած կապը չեմ կարողանում տեսնել այդ շրջանցիկ ճանապարհի ոնց է եղել։ Դուք ոնց ես անկեղծ ասեմ, ձեր մտքի թռիչքը չեմ կարողանում հասկանալ։ Կառուցել եք, բացել եք, ցույց եք տվել, ծափ եք տվել, հետո քանդել են այդ նույն ճանապարհը ու ճանապարհի վրա բետոնե բլոկներ են առաջացել։ Վարորդները հավատալով ձեր լրատվությանը, որ ճանապարհը բացվել է, գազ տված քշում են, գնում են հագնում են այդ բետոնի բլոկներին եւ մահանում են։ Միևնույն է, նախարարի համար պատգամավորի պարզաբանումները չընկալվեցին։ 2017 թվականի պետական բյուջեի քննարկումը կշարունակվի արդեն ազգային ժողովի արտահերտ նիստում, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ին։